մենք Ռուսաստանի Դաշնությունից բերում ենք գազ, ցորեն, Հայաստանի Հանրապետությունը արտահանում է ալկոհոլային խմիչքներ, արտահանում է սննդամթերք, միրգ, բանջարեղեն։ Ես կարծում եմ 10 օրվա ընթացքում կլուծվի, ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը նույնպես արդեն ընտրություններից հետո ունենա շփումներ իրենց հետ, կարծում եմ շատ արագ կկարգավորվի, պետք չի սա դարձնել եւ ինձ դուր եկավ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության ավելի լավ վերաբերմունք էր, ավելի ճիշտ պատկերացում էր Հայաստանի Հանրապետության տնտեսության մասին, քան մեր ընդդիմության մոտեցումները, մեր ընդդիմության մտքերը, արտահայտությունները, կարծիքները։ Սա ես խնդրում եմ անպայման դուք հաշվի առնեք եւ կարող եք փորձագետների հետ խոսել։ Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է Հայաստանի դերը եւ նշանակությունը, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ հարթակ է Ռուսաստանի Դաշնության համար եւ ես կարծում եմ միջազգային հարթակներում ուսումնասիրելուց այս վերջի տարիների ամբողջ այդ փոփոխությունները, որոնք որ կան, դժվարությունները, որոնք որ կան, ես կարծում եմ չի բացառում, որ ապագայում Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ինչ-որ կարգավիճակով եվրոպական երկրների հետ հարաբերվի։ Եթե ուզում եք, ես կարող եմ մի այլ թիվ նույնպես ձեզ ասել եւ ուզում եմ, որ մեր Ռուսաստանի գործընկերները, մեր բարեկամները նույնպես լսեն սրա մասին։ Այսօր ես հանել եմ մի այսպիսի թվաբանություն, Եվրոպայում բնակվում է 450 միլիոն բնակիչ։ Եվրոպայում 450 միլիոն բնակչության համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող $35,000 համարժեք եվրո է։ Ռուսաստանի Դաշնության բնակչությունը 143 միլիոն է, իրենց համախառն ներքին արդյունքի բաժինը 18,500 էր, 600 էր, ինչքան հիշում եմ։ Ուզում եմ ասել 450 միլիոն անգամ $35,000, դա մի այլ շուկա է, որտեղ որ Հայաստանի Հանրապետության բեռները ուղղակի չեն էլ նկատվի, եթե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը արդեն կառուցի դեպի եվրոպական շուկաներ եւ եվրոպական արտակներ։ Պարոն Սուքասյան, այս արդեն տնտեսվարողները վնասներ են կրում, վարկեր ունեն եւ այլն, այսինքն ուզում եմ ասել, խնդիրը արդեն այսօր է, այդ մարդկանց եք ասում, հիմա դա ես շատ խելոք եք ասում, ցանկացած նոր հարթակ, ցանկացած նոր հնարավորություն ինքը պետք է դժվարության մեջով անցնի։ Ես կարծում եմ պետությունը այդ ամեն ինչը կարող է գնահատել, պետությունը իր աջակցությունը կցուցաբերի եւ ցուցաբերել է նախկինում նույնպես։ Ես կարծում եմ սրանք շատ ժամանակավոր կարճ բնույթ են կրում եւ կկարգավորվեն։ Եվ ես կարծում եմ մենք նախկինում պետք է ավելի մտածեինք դիվերսիֆիկացման մասին, ավելի շատ պետք է եվրոպական հարթակներում ներկայացված լինեինք եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ մեր սփյուռքին կոչ անել, նրանք ովքեր որ բնակվում են եվրոպական երկրներում եւ այլ պետություններում, նրանք նույնպես շատ ակտիվ լինեն Հայաստանի Հանրապետության ապրանքները ներկայացնելուց իրենց շուկաներում։ Պարոն Սուքասյան, դուք նշեցիք, որ ընտրություններից հետո Ռուսաստանը կբանակցի, Հայաստանի իշխանությունների հետ, այսինքն այս ամենը լավատեսությամբ հույս հայտնեցիք, որ այս ամենը կկարգավորվի, բայց տեսեք, Մոսկվան չի էլ թաքցնում անգամ, որ այս իշխանությունը, այս կառավարությունը իրենց մեղմ ասած սրտով չէ եւ ամենատարբեր մակարդակներով, ընդհանուր Պուտինի մակարդակով բացասական հայտարարություններ, Free News հեռուստաընկերություն, բացասական հայտարարություններ են հնչում վարչապետ Փաշինյանի հասցեին, ձեր իշխանության հասցեին, ներողություն, ինչպես եք պատկերացնում, եւ անգամ միջազգային մամուլն է գրում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ազդեցություն ունենալ այս ընտրությունների վրա եւ փոխել այս կառավարությանը։ Ընտրություններում հնարավոր հաղթանակից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցել։ Ինչպես է օրինակ այդ ամենը կարգավորվելու։ Նախ առաջինը ես կարդացել եմ միջազգային մամուլի գրված եւ մտահոգությունները եւ պատկերացումները եւ մոտեցումները։ Սա առաջինը։ Երեք նույնպես մի նոր հոդված եմ կարդացել գիշերը։ Շատ լավ պատկերացնում եմ
Ես կարծում եմ Reuters-ի հրապարակումը կարդացել եք, Reuters-ի հրապարակումը կարդացել եք 50 միլիոն։ Դոչե Վելեն եմ կարդացել, այդ որ 50 միլիոն ծախսել են, որ այսքան մարդ գա, այնքան մարդ գա։ Դրանք շատ դեպքերում ավելի շատ լրագրողական բնույթ են կրում, շատ խորը վերլուծություն չի։ Իհարկե, դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի օրենսգիր, օրենսդրություն ունի, որով որ մարդիկ պետք է գան այստեղ գնան գրանցվեն, այդ մարդիկ պետք է հասցե ունենան, դա այդքան հեշտ չի։ Հայաստանի Հանրապետություն եկող հոսքերը թե ինքնաթիռով, թե ցամաքով մեր պետական մարմինները կարող են գնահատել, այնպես որ հանգիստ եղեք, իսկ այն որ սա քաղաքական որոշակի բնույթ է կրում, դրա համար ընտրություններից հետո ամսի 7-ից հետո կփոխվի եւ ռետորիկան կփոխվի, բայց ես ասում եմ, Ռուսաստանի Դաշնությունը մեր բարեկամն է, մեր գործընկերն եմ, կարծում եմ մենք բարեկամական կլուծենք բոլորի հետ, ոչ մեկի հետ չենք կռվելու, աշխատելու ենք եւ մենք օգտվենք իրենցից եւ իրենք մեզանից։ Սարգսյան այսօր Պեսկովն էր հայտարարել, որ մինչև դեկտեմբեր կքննվի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը։ Դուք ինչ վտանգներ եք տեսնում կամ ինչ եք կարծում, Հայաստանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին թե ոչ։ Առաջինը շատ ուրախ եմ, որ այդ կարգի կշռադատված որոշում է կայացվել դեկտեմբերին քննարկել դա, որովհետև Հայաստանի Հանրապետությունից շատ ուժեր ուզում էին դա ավելի շուտ քննարկվի, շատ ճիշտ կշռադատված որոշում է կայացվել քաղաքական, պետական, որ դեկտեմբերին է լինելու, որի համար ես շատ ուրախ եմ, իսկ դեկտեմբերին իմ ասած եւ թվերը, եւ տնտեսության մեր եւ իրենց առավելությունները ճիշտ կգնահատեն եւ ճիշտ որոշում կկայացնեն, դա այլ հարց է։ Իսկ ես կարծում եմ ընտրություններից հետո այդ կարգի խնդիրները առավել լուծված կլինեն։ Իսկ դեկտեմբերը կմնա ավելի գլոբալ քննարկելու եւ մեր ներկայությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպային անդամակցելու ապագայի խնդիր է։ Մանզուկյասյան, բայց միջև Եվրամիությունում ապրանքները վաճառելու մեխանիզմները վերջնական հաստատվեն, Հայաստանի տնտեսությունը արդյոք վնասներ չի կրի այդ կրի վնասներ, ես կարծում եմ կկրի վնասներ, ինչ որտեղ ճիշտ ասած բանջարեղենի եւ մրգերի թարմ արտահանումը ես միշտ դեմ եմ եղել, որովհետեւ դա ավելի շատ տեխնոլոգիաներ չունեցող երկրներին է հարիր, երբ որ թարմը միրգ են արտահանում, դուք էլ գրագետ մարդ եք, գիտեք, որ դրանցից պետք է ավելի շատ պրոդուկտ ստանանք, դրանք պետք է ճիր դառնան, դրանք պետք է տարբեր պրոդուկտներ դառնան եւ արտահանվեն եւ ամբողջ տարի արտահանվեն, ոչ թե մենակ այդ 2 ամիսը։ 2 ամսվա արտահանված ապրանքը անգամներ ավելի ցածր գներով են արտահանվում եւ Հայաստանի Հանրապետությանը շատ քիչ օգուտ է գալի։ Ես կարծում եմ մեր պետությունը ավելի շատ պետք է աջակցի, որպեսզի դրանք վերամշակվեն եւ ամբողջ տարվա կտրվածքով լինեն մեր պահեստներում եւ հետո արտահանվեն։ Իսկ եթե ռուսական գազից զրկվենք, այլընտրանքը ո՞րն է։ Ես չեմ կարող ինչ-որ բաներ ասել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ հանգիստ եղեք, այն գազը, որը որ վերջնական արդյունքում սպառողին է վաճառվում, դրանից ավելի էժան առաջարկներ կան եւ արդեն շուտվանից կա այդ առաջարկները, կարծում եմ ես չեմ կարող ասել, ուղղակի ես դրսից եմ լսել, մեր իշխանությունները չեն ասել, չէ, ուրիշ երկրից, ոչ Ադրբեջանը չի, չեմ ուզում ասել, ինձ այլ երկրից ասել են, որ մենք ձեր համար պատրաստ ենք տանք ու այդ գործողությունները գնում է։ Հիմա ես դրա իրավունքը չունեմ, ինձ որպես ընկեր են ասել, որ ես պետական պաշտոնյա չեմ այդ հատվածի, որ ես դրա իրավունք ունենամ։ Ինձ հետ խոսելուց ասել են մենք պատրաստ ենք։ Եվ մի երկիր չի, ասեմ ձեզ, ասել են, որ մենք այս մասով ենք պատրաստ այլ երկրի հետ կոոպերացիայով նույնպես տան, այնպես որ այդ մասով են։ Շարունակաբար աճում են, ինչպես կարող Համաշխարհային գները շարունակում են աճել, դա ես կարծում եմ որոշակի բալանսի է գալիս, բայց մի բան եմ ուզում ձեզ ասել, խնդրում եմ ճիշտ հասկանանք իրար, եկեք գնացեք բոլորը ձեր մամուլի կենտրոններով ուսումնասիրեք Վրաստանի վերջի 10 տարվա գազի գինը եւ Վրաստանը ումից է ձեռք բերել, ինչ երկրներից է ձեռք բերել եւ ինքը վերջնական արդյունքում սպառողին ինչ գնով է հանձնել։ Եվ ուսումնասիրեք Վրաստանը երբ որ ձեռք է բերել, ձեռք բերելու գինը, սպառողին հանձնելու գինը տոկոսային ինչքան է։ Հայաստանի Հանրապետությունը միակն է աշխարհում, որ 120% է գնի վրա տեղականը բարձրացնում գինը։ Նկատի ունեմ
այլ երկրում ձեռքաբերում այլ գնով, Հայաստանի Հանրապետությունում վաճառվում է 120% ավել գնով։ Ենթակառուցվածքների առումով, բայց ներողություն, պարոն Սուքասյան, հայկական չի, նույն կազմակերպությանն է։ նկատում կարողանալու ենք օրինակ զինվել համապատասխան ենթակառուցվածքներով թարմացնել, որպեսզի մենք ձենը շատ այդ X պետությունից կարողանանք անհրաժեշտ ծավալի գազը վերցնել։ Այն կազմակերպությունները, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունը տիրապետում է Հայաստանում եւ սեփականատերը Ռուսաստանի Դաշնությունն է, բոլորն էլ օգուտով են աշխատում, բոլորն էլ ունեն համապատասխան տնտեսական գործնեության լիիրավ գործնեություն են ծավալում եւ ունեն օգուտներ, աշխատավարձ են տալիս իրենց պետության կառույցներից են, որոնք որ վատ կառույցներ չեն։ Դա այն կառույցները, որոնք որ Հայաստանի Հանրապետության հետ վերցնենք սորենը վաճառում են Հայաստանին օգուտով, վերցնենք ատոմակայանին համապատասխան ռեսուրս են վաճառում, վերցնենք Հայաստանում Գազպրոմ Ռուսաստանը կամ Հայաստանը նույնպես շատ օգուտով աշխատում է, վերցնենք երկաթգիծը, այնպես որ իրենք էլ պետք է գնահատեն, որ Հայաստանը ամենակոմֆորտ երկրներից է իրենց համար։ Դե տեսեք, Գազպրոմին $170 են տալիս, սպառողների վրա $400 Նոր ես դա էի ձեզ ասում, 400 չի, 370-380-ա կախված դրամի, չէ, կախված դրամի կայունության է, դրամը որ կայունանում է, ձեր ասած թվին է մոտենում 400-ին։ Ես դա էի ուզում ասել, որ 120%-ով վերադիր են գալիս Հայաստանում գազը սպառողին հանձնելուց։ Աշխարհում միակն է։ Ես գիտեմ ամենացածր երկիրը 16%-ը ավելացնում։ Կարծեմ Սերբիան էր, կարող է սխալվեմ, էլի կներեք, ես պետքա թվերս նայեմ, բայց օրինակ Թուրքիան կարծեմ 50-ին մոտ էր, մի այլ երկիր կար 18 էր, երկիր կար 30 քանիս էր, որ ինքը ավելացնում է ձեռք բերելու գնի վրա, որ իր ենթակառուցվածքներով հասցնի սպառողին։ Քոչարյանն ասում է, որ Զելենսկին չգար, հակառուսական հայտարարությունները չաներ, Ռուսաստանի ղեկավարությանը չբարկացնեիք, այս տնտեսական սանկցիաները չէին լինի։ Դուք ինչպես եք սա մեկնում։ Ապրեք, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ասեմ ինչ նրբություն կա, էլի եթե։ Նախ առաջինը Հայաստանի Հանրապետությունում այդ համաժողովը, որը որ կայացել է, այդ համաժողովի ավելի շատ տերը եղել է եվրոպական համայնքը։ Լսում եք։ Հայաստանի Հանրապետությունը որպես հարթակ է եղել եւ Եվրոպական միությունն է որոշումները կայացրել ում հրավիրի։ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի որպես հյուրընկալ կողմն է եղել։ Այնպես որ դա բերել բարթել Հայաստանի վրա շատ սխալ է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչինչ չէին կարող անել, որովհետեւ դա միջազգային նորմ է, լավ գիտեք, որ համապատասխան համաժողով է եւ այդ համաժողովի տերը կամ համաժողովին հրավիրողները եղել են եվրոպական միության պաշտոնյաները։ Կրեմլում այդքանը չեն հասկանում, որ նման ագրեսիվ ռետորաբանություն են որդեգրել, պարոն Սուքասյան։ Ես կարծում եմ մեր ընդդիմությունը, քանի որ մենք հիմա այնպիսի մի ժամանակահատվածում ենք, որ նախընտրական ժամանակահատվածը ավելի շատ մեր ինչ-որ մի խումբ քաղաքական կառույցներ են սրել, ավելի շատ բարդացրել, ավելի շատ սոցիալական կայքերում դրա մասին խոսել։ Ես չեմ կարծում Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները այդ նույն ռետորիկայով են շարժվում առաջ, ոչ, երկուսն էլ գնահատում են կարևորությունը, օրինակ ես գնահատում եմ Ռուսաստանի Դաշնության կարևորությունը, կարծում եմ իրենք էլ գնահատում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որպես պետական գործիչ լինելու փաստը նրանք գնահատում են, իր ազդեցությունը որպես Հայաստանի Հանրապետության առաջնորդ նույնպես գնահատում են եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ գնահատում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի լիիրավ ղեկավար լինելը այդ երկրում, այնպես որ ոչ մի խնդիր չունենք, իրենց երկիրն է, իրենք կառավարում են իրենց ուզած ձևով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանն է, կառավարվում է Հայաստանի Հանրապետության ցանկությամբ եւ այն տարբերակով, որով որ մեր հասարակությունն է ուզում։ Պարոն Սուքասյան, իշխող թիմում ծանոթ են Ռուսաստանից ուղարկված նամակի բովանդակությանը, թե ոչ։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, որովհետեւ հիմա լավ գիտեք նախընտրական փուլ է, բայց այդ գիտեք ինչ կա, պետք չի բարդ դիտել այդ ամեն ինչը,
Նախընտրական է, ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունն ուզում է տարբեր քաղաքական միավորների միջոցով իր ազդեցությունը ունենալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա գիտակցում են, իրենք որոշում կկայացնեն։ Ռուսաստանի Դաշնությունը ունենա, թե ինչքան ունենա, թե չունենա։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակցում են այդ ամեն ինչը եւ մեկ շաբաթ մնաց, մեկ շաբաթ հետո ամեն ինչ բարձ կլինի։ Պարոն Սարգսյան, ներողություն, իսկ օտար պետությունների հնարավոր է ազդեցությունները, ներգործությունները մեր պետական, ներքին ներքաղաքական ընտրությունների վրա, օրինակ ինչպես է գնահատում։ Նայեք, ամբողջ աշխարհում կա, դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններից առաջ եղան այլ երկրներում նույնպես ընտրություններ եւ եղան դրսից միջամտելու տարբերակներ, լավ գիտեք, թե այդ երկրներում քաղաքական ղեկավարությունները ինչ կարգի որոշումներ կայացրեցին, ամբողջ աշխարհում կա, լավ գիտեք, որ մինչև անգամ Հունգարիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացրեց օգնել նախկին վարչապետ Օրբանին։ Սա կա, ուղղակի Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների քաղաքացիների հասունության աստիճանից է կախված, ինչքան են հասուն, ինչքան են ուզում անկախ լինել, ինչքան են ուզում կայուն երկիր լինել, ինչքան են ուզում այդ երկրում իրենք որոշեն, թե ինչ կարգի կառավարում լինի, ովքեր կառավարեն, ինչ կարգի օրենքներ լինի։ Ընտրում են քաղաքական միավորին, քաղաքական միավորը կառավարում է երկիրը։ Լուկաշենկոն էր հայտարարել կներես վերջին էլ չեմ միջամտի Լուկաշենկոն էր հայտարարել, որ Հայաստանը գնում է դեպի ուկրաինացման, այսինքն գնում է այն ճանապարհով, որով Ուկրաինան էր գնում։ Ես կարծում եմ Լուկաշենկոն նույնպես քաղաքական ակնկալիքներ ունի, որոշակի ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա, որը ես կարծում եմ հնարավոր չի ունենալ։ Լուկաշենկոյի պարագայում չեմ կարծում, որ քաղաքական գործընթացների վրա կարողանա ազդեցություն ունենալ։ Մեր հասարակությունը առավել եւս այդ մտքերը, որոնք որ լսեց Բելարուսի նախագահից, ավելի կկազմավորվի, ավելի կազմակերպված կլինի, ավելի ճիշտ որոշումներ կկայացնի։ Դա իր իրավունքն է, կարող է արտահայտվել, նույնն էլ մենք կարող ենք արտահայտվել, երբ որ իրենց մոտ ընտրություններ լինի, մենք էլ մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, ներողություն, իսկ Են կառուցելու, ոնց են կառուցելու, որ երկիրներ։ Նախ առաջինը գազամուղը կառուցելու խնդիր չկա։ Միշտ մենք հայերով ուզում ենք ծայրահեղ վիճակներ նկարագրենք։ Խնդրում եմ հանգիստ եղեք, գազամուղն էլ կա, գազն էլ կա, գազը միջազգային գներ էլ ունի, տարածաշրջանային գներ էլ կան։ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի աշխարհագրական դիրքում է, որ շատ հարևաններ ունեն գազ, հարևաններ կան, որոնք պատրաստ են գազով առևտուր անել Հայաստանի հետ, այնպես որ հանգիստ եղեք։ Փաշինյանն էր ասել, որ այդ ճանապարհով չիփով նաև գազամուղներ են անցնելու էլեկտրահաղորդման։ Հասկացում եք դրանում։ Պարոն Փաշինյանը շատ ճիշտ է ասել, այդ կարգի մոտեցումներ էլ կան, այդ կարգի գնահատականներ էլ կան, արդեն հաշվարկներ են լինում, եթե կառուցվի ինչ աստիճանի ավելի միջոցները կտնտեսվի, մյուսն էլ ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունը եթե Թուրքիայի ճանապարհը բացի, մոտավորապես մինչև 600 կիլոմետր ավելի կարճ է Եվրոպա հասնելու։ Այդ ուզում եմ ասել։ Փոխադրում իրականացնող Շատ է, Եվրոպայի պահանջարկը շատ է, եթե մի 4 հատ էլ գազամուղ լինի, բոլորը երջանիկ կլինեն։ Չի բավարարում, դրա համար 4-5 գազամուղ է պետք։ Գետներն ասում են, որ գազամուղը ամբողջ ծավալով չի գործում, Վրաստանով անցնող է։ Ես այդ կարծիքին չեմ, ես տեղյակ չեմ։ Չէ, ո՞նց եք ասում, այսօր այս պահին գազի բավականին մեծ դեֆիցիտ կա, վերջի ամսի 28-ից հետո փետրվարի, երբ որ դեպքը Պարսկաստանի հետ եղավ, դրանից հետո լավ գիտեք, որ բավականին էներգակիրների դեֆիցիտ առաջացավ, պահանջարկը մեծացավ, գինը դրա պատճառով փոխվեց։ Ես կարծում եմ գազի դեպքում պաուսներում միշտ հայտարարում են ինչքան պաուսները լցված, ես ինչքան գիտեմ շատ ցածր մակարդակի վրա է, որտեղ հենց փետրվարի 28-ից սկսել, երբ որ դեռ գազի կարիքը ավելի մեծ կար, էլի եղանակային պայմաններ։ Ներողություն, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները ինչպես են։ Հետևում եք, լսում եք օրինակ ինչ հայտարարություններ է անում իշխանության հասցեին, վարչապետ Փաշինյանի։ Ոչ, չեմ լսում, աշխատում եմ չլսել, ես ավելի զբաղված եմ, այնպես որ չեմ լսում։ Իսկ հարաբերությունները Խնամությունը վերցնեն ծերանոց սարքեն, դա ինչպես։ Այդ թող ես կարծում եմ, նայեք,
Եթե կա օրենքի պահանջ, ես կարծում եմ օրենքով պետք է շարժվենք։ Եվ ես կարծում եմ պարոն Ծառուկյանն էլ կհարգի օրենքը, եթե օրենքով դա նախատեսված լինի կամ օրենքի ուժ ստանա։